Ողջույն բոլորին, Get Ready with Sona and Eva. Այսօր իմ հյուրը գեղեցկուհի Էվան է եւ ձեզ գաղտնիք բացենք մենք մի քանի օր առաջ նկարել ենք ամբողջ թողարկումը, Բայց հետո, քանի որ մենք նկարում ենք պրոֆեսիոնալ կամերայով, ինքը 30 րոպե նկարում է, հետո մյուս 30 րոպե պետք է ստուգես ու էլի նկարես։ Մենք նկատեցինք, որ անջատվել է կամերան, բայց հետո պարզվում ենք այնքան էինք տենց այս վայրից մտել, տարվել խոսում ենք ու չնկատեցինք, որ ռեկը չենք սխմել։ Ու հետո ինձ Սոնան գրում ասում է. «Էվա, չեմ նկարել»։ Ես Ռոբերտ տիպի նեղոց հետո լուրջ շոթ հավես Get Ready with me-եր ստացվել, բայց այս մեկը ավելի լավն է Ճիշտ ես ասում, հաստատ։ Որտեվ հիմա ավելի ենք մտերմացել, ավելի սուշի ունենք, որ իմ տրամադրությունը շատ բարձրացել։ Ու в целом ես միշտ պատրաստ եմ։ Էվայի սիրտը շահեցի, ասացի Էվա, ես քեզ կգամ կվերցնեմ, սուշի կբերեմ քո համար, համով սոկեր կբերեմ, ամեն ինչ կբերեմ Արիանին։ Էվաս համաձայն է, իհարկե Էվան դրա համար չի համաձայն։ Դրա համար չեմ, ես որտեղ էլի եմ կրկնում, այն անգամ եմ ասել, հիմա էլ եմ ասում, ես հետ դու ինձ գրեցիր, ես մի անգամից պատասխանեցի։ Սորան ինձ շատ շուտ է գրել, միջև է սերիալը նկարվել։ Ճիշտ է, ես էի ուզում ասել։ Հա, ու տենց ես ասացի, всё, ես 100% գալիս եմ անում եմ, որովհետև ես սիրում եմ քսվել, սիրում եմ խոսալ ու սիրում եմ ձեզ։ Так что вот. Հա, ես Էվային դեռ շատ վաղուց էի նկատել, ու ասում մի րոպե։ Արժի կանչել, հա։ Եվ մի 3 ամիս առաջ մենք պայմանավորվել ենք, որ պետքա նկարենք, բայց անընդհատ ցկցկվում էր։ Բայց միշտ չգիտես խի բոլորի հետ ինչ-որ բան ուզում պայմանավորվես, չի ստացվում։ Մի ամիսներով քննարկում եք ու ինչ-որ բան ստացվում է։ Կարևորը, բայց կարևորը ստացվում։ Այո։ Հիմա մենք կխոսենք ամենահետաքրքիր թեմաներից։ ու կպատրաստվենք միասին։ Ինչ ենք անում։ Մենք, քանի որ օրվա ավարտա, մենք դիմահարդարված էինք, մենք մեր դիմահարդարումը Էվան մաքրել է։ Ես տենց համարը բան չեմ արել, դրա համար կսկսենք, ինչից, կուզես խոնավացնողից կուալիտայի սկսենք։ Okay, սկսենք հանգիստ դուկեր ու համել միասին պատրաստվենք։ Խնդրեմ, սկսենք կուալիտայից, եւ ծանոթ ես կուալիտային։ Այո։ Դուկերը ես կխոսամ կպատմեմ։ Ուրեմն, Էվայի հետ խոսել էինք ամեն ինչի մասին։ Ամեն ինչի մասին։ Նրա համար ինչ պատմելու եմ, Սոնան ամեն ինչի մասին գիտի շատ լավ։ Բայց էլի կլսի։ Ես մեծ սիրով միշտ պատրաստ եմ լսեմ։ Ու ինձ Սոնան նվիրել էր կուալիտայի իրանց լիքը բաները, սետերը, ամեն ինչը։ Ու ես իմ հետ բերել եմ իմ արևապաշտպանը։ Կուալիտայի արևապաշտպանը ու քսելու եմ այս անգամ։ Ու ասեմ իմ դուրը շատ է եկել, համ փակեջինգը շատ սիրուն է, շատ էսթետիկ է։ Մերսի շատ։ Ու իմ Սոնան ցույց տվեց նկարները, թե ինչքան մարկանց ակնե է բուժել կուալիտան, ասեցի, «Վաու, դու շատ լավ որ sense product կա»։ Հա, մերսի շատ։ Էվ դու ես ինձ նման անցել ակնեն բուժելու այդ բարդ ճանապարհը ու դեռ անցնում ես։ Մի քիչ կպատմես, ոնց է սկսել ակնեն քեզ մոտ, ինչ process-ների միջով ես անցել, ոնց ա եղել հոգեկան վիճակը այդ ամեն ինչու մինչև հիմա։ Так, ես սարքյանքս վստահ եմ եղել, որ իմ մոտ ակնե երբեք չի սկսի, որովհետև իմ ընտանիքում բոլորը իդեալական մաշկով են, ոչ մեկ այդ խնդրեմը չի ունեցել։ Իսկ ակնեն սովորաբար գենետիկայի հարց է լինում, դրա համար ընդհանրապես կյանքում չէի մտածում։ Մեկ էլ հիշում եմ 13-14 տարեկան էի ու ճակատից վրա սկսեցին առաջանալ տենց փոքր տենց պզուկներ, ասեցի վայ մամա ջան, ես ինչ է խի ասած, ուշադրություն տենց չդարձրեցի։ Հետո կամած ինչ-որ թուշիկների սեղավոն մեծերից էր լինում։ Ու սա սկսեց մաշկս յուղոտվել, прям ահա որ տիպի յուղոտվել։ Պարզեի վրա դա շատ լուրջ ազդեց, որտեվ երբ քո կողքը բոլորը իդեալական մաշկով են ու ոնց որ դու ես ձեր ընտանիքի տարբերվողը, այդ քո վրա շատ մեծ ավելի շատ հոգեբանական բան անում։ Ու ես միշտ ասել եմ ակնեն ավելի շատ լինում է հոգեբանության վրա ավելի շատ ազդում, քան ինչ որ չգիտեմ ֆիզիկական ինչ-որ բաների վրա։ Դրա համար ահա որ վատ էր։ Հիմա ավելի ինձ ընդունում եմ տենց, սիրում եմ տենց, բայց սկզբում շատ վատ էր, որ ես հայլու մեջ մոտկանում եմ նայում եմ, սկսում եմ լացի իմ ակամից։ Ոչ թե որ չուզում դուրս գաս, բան քեզ թվում է ինչ-որ բան քո հետ այն չի, ասենք մարդիկ խոսում են, կարող մարդը ընդհանրապես չնկատի քո ակնեն, բայց քեզ թվա որ այդ մարդը ուղիղ նայում է քո ակնին։ Ես էլ եմ ակնե ունեցել ու ես էլ sense տպավորություն էր, որ մարդիկ մենակ տեսնում են քո ակնեն, դու ընդհանրապես չես երևում ու չգիտեմ ինչքան էլ դիմահարդարվում էի, սիրուն ինչ որ բաներ էի անում, բարձերս էի սարկում եւ այլն, միևնույնն է, ինձ թվում էր այդ ակնեն այնքան մեծ է, այնքան տգեղ է, որ անիմաստ է ինչ որ բան անել ու շատ հատկապես դեռահասներ դեպրեսիոն շատ խորը շրջան են ունենում ու այնքան կարևոր է որ հասկանան որ այդ ակնեի բուժելը իրականում միշտ չի որ
Պարզ է, հեշտ է, արագ է ու պետքա դեռահասները պատրաստ լինեն դրան, որ միևնույն է, դու չպետքա քեզ սիրես ինչ որ պայմանով, այսինքն չպետքա լինի, որ ես երբ որ չեմ ունենա ակնե, ես ինձ կսիրեմ, չէ։ Չէ, դա չի կարելի։ Ու կստати այդ բանը որ ասում եմ, ես միշտ մամայի հետ ոնց որ իմ մաման այն մամաներից է, որ իր հետ ամեն ինչի մասին ես կարամ խոսամ միշտ, երբեք ոչ բանի համար չեմ ամաչել, ու որ մամայի հետ խոսում ենք, ու մաման ասում է, որ իր կարծիքով Աստված ամեն մեկին եթե ինչ-որ մի բան է տալիս, ուզում է դրանով ինչ-որ բան սովորացնել, խի այս աշխարհում բոլորը ակնե չունեն, որովհետև չգիտեմ, համ բանի հարց է, ճիշտ է գենետիկայի բանի, բայց համ ասում է Աստված քեզ կարող է ակնե տվել, որ դու երևի քեզ չես ընդունում ինչ որ ինչ-որ բան ուզում ես սովորացնի։ Օրինակ իմ մամայի մոդել տենց բան կա, ինքը ունի վիտիլիգո, ու էլի ինքը մտածում է, որ Աստված հատուկ է իրան այդ վիտիլիգոն տվել, որ ինքը էլի սկսի իրան ընդունել, չչնայած չեմ նկատել, գիտես։ Ինքը ցած փոքր վիտիլիգոներ ունի ձեռքի վրա, վզի վրա։ Սկզբում ինքն էլ էր շատ կոմպլեքսավորվում, բայց հիմա ինքը իրան ընդունել է ու իր վիտիլիգոն շատ անցել է։ Ինքն էլ նույնն էլ ինձ ասում, դու պետք է իսկապես քեզ ընդունես, որ այդ ամեն ինչը անցնի։ Ու ես իրականում դրան շատ եմ հավատում, որովհետև խի ասենք ոչ բոլորը ակնեն, խի ոչ բոլորը ինչ որ հիվանդություն չունեն, այտենց դրա համար, բայց հետո հա ինչ էի ուզում հետո ասի։ Ու տենց իսկ հիմա, ու կստати ակնեի բով, լիքը մարդիկ մտածում են, որ եթե դու ակնե ունես, այդ ընդհանուր տարիքային հարց է, երեխեք չակնեն, պետք է բուժել, որովհետև հետո կարող է պոստակնե մնա, իսկ այդ պոստակնեն ավելի դժվար է բուժել, քան հենց ակնեն։ Ու երբեմն այդ պոստակնեն այնքան խորը կարա լինի ու նենց կարա լինի, որ իրան ցավոք նույնիսկ չկարողանան սենց իդեալական բուժեն, որովհետև ինքը խորը հետքեր է դառնում, սենց շատ վնասում է էլի մաշկը ու շատ հետաքրքիր է, երբ որ հիմա դու սենց պատմում ես, ես լրիվ ինձ եմ հիշում դեռահաս ժամանակ, երբ որ իմ մոտ էլ ակնա էր սկսել, 14-15 տարեկան էի ակնա էր սկսել ու հա այդ տարիքում էր քեզ մոտ էլ ու ոնց որ այնքան բարդ էր այդ ամեն ինչի հետ ապրելը ու հասկացա որ պետքա ես ինքս շատ սովորեմ ամեն ինչի մեջ շատ խորանամ որպեսզի կարողանամ այդ ակնեն բուժեմ ուրիշներին օգնեմ, հա, հետաքրքիր է, որ քո ասածը, որ ասում ես, եթե քեզ ակնե է տալիս կամ ինչ-որ դժվարություն է, ոնց որ գալիս քո կյանքում, այդ ինչ-որ մի բանի համար է, ես այնքան համաձայն եմ դրա վրա։ Եթե օրինակ ես չունենայի ակնե, այսօր կոալիտան հաստատ չէր լինի, որովհետև ես ոնց որ չեմ պատկերացրել այդ խորությունը, որ մաշկային խնդիրների եւ այլն, ու հիմա այնքան ուրախ եմ, որ կոալիտայում կարողանում ենք եւ հոգեպես աջակցել այն մարդկանց, ովքեր ակնե ունեն եւ առաջարկենք խնամքի միջոցներ, որոնք իսկապես իրենց համար օգտակար կլինեն։ Էվային ցույց էի տալիս, մենք մի հատ չաթ ունենք, որ բոլոր աշխատակիցները կարծիքները այդտեղ են ուղարկում ու նոն-ստոպ էր մեր արդյունքները, Էվան զարմացել էր։ Հա, ես լուրջ սկզբում էլ ասացի, այնքան մարդ կար ու լուրջ արդյունքը շատ էր երևում։ Ու հետո ու մարդիկ, ինչ եմ ուզում ասեմ, մարդիկ մտածում են, որ այն մարդը, որ երբեք ակնե չի ունեցել, որ ասենք ես խոսում եմ, ասում եմ հայ մամար շատ դժվար էր բան, ու մեկ էլ հիշում եմ, մեկ էլ խոսում էի, ասաց, հա բայց հալա, ողակի բան է, կարմիր բան է դեմքիդ վրա։ Եղեք, չէ, որ շոտ, որ ես դու ինձ հասկանում ես 100%։ Այն որ խոսում ես ինչ-որ մեկ էլ որ ակնե ա ունեցել, ինձ հանգիստ է։ Չգիտեմ, այն մարդը, որ իդեալական մաշկեր ասա կյանք ունեցել, երբեք չի հասկանա այն մարդուն, որ ունեցել է ակնե, որովհետև լուրջ հոգեբանական փորձություն է։ Perception։ Բա խորհուրդները կողքից, այն որ լվակ անցնի մարդու, լավ լվակ անցնի, չգիտեմ։ Քաղցր շատ է ուտում, բալիկ։ Ես աշխարհի մեղքերի մեջ քեզ մեղադրում են, որ հաստատ դրանից ակնեն, բայց այն որ ընդհանրապես չէ։ Ու համել, բայց այս վերջերս հիմա իմ մաշկի իր ամենալավ տեղում է գտնվում, որ ինքը մաքրվում է, որովհետև ես վերջապես գտել եմ իմ բժիշկին, որ ինձ ճիշտ խորհուրդներ է տալիս։ Ես իմ ակնեի շրջանում գնացել եմ լիքը բժիշկներ ու ինձ ինչ ասես չեն արել, ինչ սխալ բաներ ասես չեն արել։ Ինձ ասել են, որ սա ուտելիքն է, ու ինձ ժոսկը դիետաներ են դրել։ Ինձ բան են արել, պիլինգներ արել, որ ընդհանրապես չի կարելի։ Իսկ հիմա վերջապես գտել եմ իմ դոկտոր Լիլիթին, որ վերջիկ ինձ ճիշտ բուժում է ու ոչ մի սխալ բան չի։ Ճիշտ ես ասում, ես հիշում եմ ինձ որ այդ պիլինգները չէին անում, նախ դա տրավմա է մաշկի համար, չի կարելի, շատ ստրես այդ, ահա որ ձև է դնել, վառել, չգիտեմ, եթե գնում եք մասնագետի մոտ ու ինքը ձեզ դնում է առանց նորմալ հետազոտելու, հասկանալու խնդիրը եւ այլն, sense քիմիա է, որ ձեզ տալիս է կամ դեղեր է, որ դուք խմում եք, դուք ուղղակի փախեք այդ բժշկի մոտից, որովհետեւ այդ պրոֆեսիոնալ ընդհանրապես մոտեցում չի, ընդհանրապես Չգիտեմ, այնքան շատ են red flag-երը,
մաշկաբանների, որ պետքա շատ ուշադիր լինեն ու չգիտեմ, առաջին հերթին դուք շատ կարդացեք, բայց ինչն է կարևոր, որ մաշկը շատ լուրջ խնամեք, կապ չունի, տղա եք, աղջիկ եք, մաշկին միշտ կապ չունի, դուք ունեք ակնե, չունեք ակնե, միշտ պետքա շատ խնամել, մաքրող միջոցներ անպայման օգտագործեք, դիմահարդարումով մի քնեք, միշտ մաքրեք դիմահարդարումը, օգտագործեք արևապաշտպան, որովհետև ուր ծերանակ, այո, եւ շատ կարեւոր է ինքը մաշկի համար։ Իդեպ մենք Quality-ում ունենք նորություն, մեր արևապաշտպանը, այո, էքսկլյուզիվ Evan Inning էր արևապաշտպանից, որ կարողանա ձեր մաշկը լինի առողջ, դրա համար դուք էլ շատ մեծ քայլեր պետք է անեք դրա համար, իսկ եթե ինչ-որ հարցեր ունեք, չգիտեմ, նույնիսկ ձեր մաշկի տիպը չգիտեք եւ այլն, դուք հանգիստ կարող եք գրել Quality-ին, ու մենք մեծ սիրով ձեզ կօգնենք, որպեսզի դուք ձեր լավագույն խնամված մաշկը ունենաք։ Այդպես, եւ նաեւ ձեր տեղափոխություններ շատ հետաքրքիր, որ եկաք, հարցազրույցները նայել եմ ձեր, ինչ կան, մի քիչ էլ դու պատմի, ոնց էր տեղափոխությունը, այնտեղ քեզ ոնց էիր զգում, ստեղ ոնց ես զգում, ադապտացիոն շրջանը ոնց էր։ Ես Ամերիկայում շատ լավ էր ամեն ինչ, ինձ շատ լավ է զգում, як была в своей тарелке, ոնց որ ասում են, որ դու գտնում ես քո մարդկանց, այն մարդկանց, որ քեզ հաճելի է իրենց այդ ժամանակը անցկացնել, ու արդեն պլանավորում ես։ Ես արդեն որոշել եմ, որտեղ պետք է ընդունվեի Ամերիկայում, ինչ պետք է անեի, ու դժվար է, որ դենց արդեն քո կյանքը ոնց որ քո հողի մեջ պատկերացնում ես, մեկը ասում են 6 ամսից լրիվ գնում ես ուրիշ տեղ ես ապրելու, ուրիշ մարդկանց հետ, բան, դե պարզա ավելի հեշտ է, որ դու հետ ես գալիս տուն, եթե ուրիշ երկրից պապան ասեր, չէ, կյանքում չի գա Հայաստանը, դե ինչ որ չափով, հա, բայց մեկը էլի իմ համար դժվար էր, որովհետև ես էլի եմ կրկնում, գտել էի ամենալավ ընկերներին իմ համար, որելի ինչ եմ անելու, ոնց եմ անելու, ու ընդհանրապես Ամերիկան շատ էի սիրում։ Բլուս չի ուզում Հայաստան գալ, որովհետև ինձ թվում էր, որ ես Հայաստանի համար դպրոցների համար մի քիչ բան եմ, ինձ շատ էին վախեցնում, ասում էին դե շատ դժվար է սովորելը, դու դե չես ձգի 5 տարի ապրել ես Ամերիկայում, չես կարողանա, բան, ինձ անհատ վախեցնում էին, դրանից ես իմ մեջ ավելի շատ չի ուզում գնալ Հայաստան։ Հա, ինձ թվում էր, որ մարդիկ կմտածեն, որ ես շուտ ձև տված եմ, որ ես Ամերիկայից եմ եկել, բան, դες չեն ուզենա հետը շփվեն, ու յանեի մոտ էլ այդ վախը կար, բայց հետո որ մտանք դպրոց ընդհակառակ, ասենց, նայեք, մտնում եմ դասարան, բոլորս մի անգամից ինձ նայեցին ու ինչ որ բոլորս ասեցին ծիծաղալ, ես դու ծիծաղում, մի անգամից ես ված գացի, հետո հենց զանգը տվեց, մի բան ասենց գլուխս ներքև էի իջացրել, ասենց բարձրացի ու սաղ երեխեքը ասենց կողքս էին հավաքվել, ոնց ես, նոր երեխա ես, բանալքես դպրոցը, հա համ ճանաչեցին, համ էլ ուղակի շատ ընկերասեր էին, ոնց որ ասեն հայ քեզ դպրոցը ցույց տանք բան անենք, ու տես մի անգամից սկսեցին հետը շփվել, ասում են արի իմ կողք նստի, ու տենց շատ հավես էր անցել, ուզում եմ ասեմ, ստեղ ավելի շփվող են երեխեքը, քան Ամերիկա։ Նայեք Ամերիկա որ առաջին օրը գնացել էի, այդքան շատ երեխա ինձ չմոդիկացավ։ Բոլորը ոնց որ իրենց մարկանցով էին, բան չէին մոդիկանում դες։ Նեվ պապատ պատմում էր, որ չեմ հիշում դու թե քույրդ մտածում եք, որ այստեղ կարողա ոնց որ լավ չընդունեն ձեզ եւ այլն, բայց ինչ հակառակ չէ ռեակցիաները։ Լուրջ հակառակ եղավ։ Ես լուրջ մի քիչ ես գիտեի որ լիքը մարդ կուրախանա որ մենք հետ են գալիս որ լիքը լավ բաներ կգրեին, բայց նաեւ մտածում էի որ հեյթները շատ կլներ ու հեյթը կար։ Հա, հեյթը կար, ես չէին գրում, ասում էին դիպ խեք հետ եկել, այնտեղ ինչա բան փողերը պրծամաջտած բաներ էին գրում, անկապ, բայց ամենտեղ էլ հեյթ պետքա լինի ոնց որ ու տենց ասեցին, բայց վստահում լավն էր շատը, որի համար շատ շնորհակալ եմ։ Բայց հա, թինեյջերի մոտ, դեռասի մոտ տեղափոխությունը ամենադժվար բաներից է։ Համաձայն եմ։ Որ դու այնել 5 տարի, այնել Ամերիկայում ես գնացել եմ երեխա, Ամերիկայում դարել եմ դեռահաս։ Շատ կարևոր էլի անցում բանի համար, դրա համար պետք է հասկանաք խեր իմ համար դժվար տեղափոխվել եմ։ Ինչ-որ բան ունես ծնողներին հետ մասով ասել դեպրեսիաների։ Պապան իրանք երկուսն շատ են իմ համար բանանում, անհանգստանում, որտեղ տեսնում են, որ լուրջի հետ լավ չէր ամեն ինչ, որ մենք նոր էինք եկել, բայց պապան գիտեր, որ ես կդզվեմ, մաման է գիտեր, որ ես կդզվեմ, ու իրանք ճիշտ գիտեին։ Դրա համար տենց շատ նես չի, որ շատ էին անհանգստանում։ Իրենք գիտեն, որ 100% ժամանակի հարց է, գտնելու եմ ես իմ մարդկանց, գտնելու եմ իմ սիրած գործ ու տենց անելու եմ։ Տենց էլ է։ Ժամանակին, բայց ընդհանրապես չէր, այս նու ամեն դեպքում այսքան ակտիվություն չուներ սոցիալական հարթակներում։ Ես հիշում եմ Յանային, ինչքան ակտիվ էր Յանան, Sweet Յանային եմ ես հիշում, Յանա Sweet-ին, հա, ինչքան ինքը ակտիվ էր, ասենց տարբեր որպես երգչուհի, չէ, ինչքան տարբեր բաներ անում, բայց դու չկայիր։
Դու չէիր ուզում, թե այդ ժամանակ ոնց որ ծնողներդ էին նախընտրել, որ ավելի ակտիվ պետքա լինի Յանան։ Հեսա կպատմեմ, ուրեմն Յանան ինքը փոքր ժամանակվանից եղել է շատ ակտիվ երեխա ու միշտ սիրել է փոքր ժամանակից ոնց էլ ինչ-որ բարի, երգի ու մամայք նկատել էին, որ այս երեխու մեջ կա այդ զվյոզնի բանը, որ ինքը մարդկանց կարողանում է իրենց ուշադրությունը գրավի, բանանի ու սկսեցին իրան ոնց որ կլիպներ իրան նկարել, տարբեր տեղեր տանել։ Ես չգիտեմ, ինձանով ոչ ոք չէր զբաղվում, բայց ես չէի ուզում, ես փոքր ժամանակ փակ երեխա էի, ինչ հետաքրքիր է, մտնում էի ես իմ տատիկի տունն էի անդադ մնում ու խաղում էի խաղ։ Ես ինձ չէր հետաքրքրում։ Ինձ հարցում են դու քրոջը չէիր նախանձում, լուրջ եմ ասում, անես չի որ մի քիչ բան է, անես չի որ լրիվ չէի նախանձում։ Մասնակի նախանձում է։ Օրինակ իմ տեղ ուրիշ երեխաներ ավելի շատ կնախանձեն, որտեվ լուրջ լրիվ ամբողջ ուշադրությունը Յանեի վրա էր։ Իրանք շատ ուշ էին տուն գալիս նկարի անումներից, ես միշտ տանն էի, բայց ես շատ չէի բողոքում։ Ես ընդհակառակը փոքրանալ կամերա չէի սիրում ընդհանրապես։ Ես մեկ խնդրում եմ ինձ մի նկարեք, ես չեմ սիրում բան։ Ինձ ստիպելով են նկարել Յանեի կլիպի մեջ։ Յանան մի հատ կլիպ ունի, այնտեղ հետևը ես ամենավերջին իրադում սա պարում եմ, ստիպելով են այդ տարել արել։ Դրա համար հա փոքրանալ իր վրա էր ուշադրությունը, որտեվ ինքը ուզում էր լուրջ այդ ամեն ինչը, մամայինք նկատում են, որ այդ երեխու մեջ ինչ-որ բան կա։ Ես Պրոստը տանան էս խմիքով։ Մամա ասեց այս վերջին հարցազրույցում, որ Յանային շատ հեշտ է տրվել ամեն ինչը։ Չգիտեմ, դե հեշտ տրվելով երևի որ փոքր է եղել չի գիտակցել, դրանից է կարա լինի։ Չգիտեմ, հեշտ է տրվել, դե չէ։ Ուսումա նաև կարա լինի նենց, որ ոնց որ փոքր ժամանակ շատ է լինում, նույնիսկ հայտնի հոլիվուդյան աստղերը, որ մեծանում են, հա, իրանք էլ չեն ուզում ընդհանրապես այդ շոու բիզնեսի մեջ լինեն, որովհետև իրանք չեն վայելել իրենց մանկությունը ու ոնց որ մեծանում են, էլ չեն ուզում իրանք նորից մտնեն այդ ամեն ինչի մեջ։ Յանա, արի, եթե դու մեզ տեսնում ես, լսում ես, մենք մեր ենթադրություններն ենք անում, արի դու պատմի մեզ։ Ոնց է եղել։ Յանան զբաղված երեխայը շատ եղել են, որ չկար տենց որ Յանան լրիվ տանը մնար փոքր ժամանակ, բայց ինքը այդ ամեն ինչը սիրում էր։ Բայց հետո որ մենք տեղափոխվեցինք ես ասում եմ իրան Ամերիկան փոխեց։ Եթե ինքը հետո մներ Հայաստանում, ինձ թվում է լրիվ ուրիշ մարդ կլիներ։ Ամերիկա մենք որ գնացինք, իրան elementary school-ը ոնց որ ամենացածր դպրոցն է, 1-ից մինչև 4-րդ դաս, 5-րդ դասան են սովորում։ Տարական դպրոց։ Հա, ու այնտեղ երեխեքը չեն սիրում, որ ինչ որ բանով ուրիշ երեխա իրեն տարբերվում է։ Ու դրա համար որ Յանան գնաց, ինքը տենց ակտիվ երեխա էր, գնում էր բոլորի հետ խոսում էր, բոլորին պատմում էր ինքը որ կլիպներ ունի, երեխքի դուրը այդ ամեն ինչը չէր գալիս։ Իրական Յանային տենց բուլինգ ենթարկվում։ Հա, ու Յանան դրանից հետո որ ասենք ինչ-որ հյուր էր գալիս մեր տուն ու մամենք միացնում են իր կլիպները, Յանան իստերիկ արան, ասում էր անջատեք, ես չեմ ուզում նայեմ։ Դրա համար ինձ թվում է Ամերիկան իրան ինչ-որ չափով փոխել, ու իսկ հիմա ընդհանրապես Յանան չի սիրում, ինքը սիրում է կամերա, բայց չի սիրում իր կյանքը ցուցադրել։ Ոնց որ ինքը ասում է, ես շատ հաճախով կնկարեմ ինչ-որ սերիալներում, կինոներում, բայց չեմ ուզում, որ մարդիկ իմ կյանքի մասին ամեն ինչ իմանան։ Այդ դրա համար էլ քեզ Digitfix-ից ինքը դուրս եկավ։ Դա ուզում ասեի, տեսա որ չկա էլ։ Այդտեղ ամենտեղից դուրս է գալիս։ Դե Digitfix-ից դուրս եկա, որովհետև Digitfix-ը նախ շատ դժվար է քո կյանքի իրակ։ Մարդը ասում է որ բլոգեր մասնագիտությունը հեշտ է, բայց իրականում հեշտ չի։ Ու Յանան դրանից հոգներ էր որ տիպի իր դուրը չէր գալիս որ իր դպրոցում բոլորը գիտեն իր մասին ամեն ինչ։ Ու քանի որ Յանան իր մարդ տեսակով շատ էմոցիոնալ է, ինքը լացում է շատ։ Ու վլոգերի մեջ բարձա մեր առօրյան է ցույց տալիս ու շատ ճիշտ ենք մենք ամեն ինչ ցույց տալիս, դրա համար Յանան դե շատ էր լացում։ Դրանից ինքը ավելի շատ էր նեղվում որ լացում է ու չէր ուզում որ ուրիշները տեսնեն դրա համար տենց մենք մի տարի Digitfix-ը նկարեցինք իր հետ հետո ինքը ասաց ես չեմ ուզում ես չեմ կարա ու տենց դուրս եկավ ու ես մնացի մենակ Digitfix-ում վախեր ունեիր հա ինձ թվում էր ես մարդկան չեմ հետաքրքրի մենակ ինձ թվում էր ես Յանան երկուսով իրար հետ ավելի հետաքրքիր ենք բայց իրականում հա մենք երկուսով ավելի հետաքրքիր ենք բայց ինձ թվում էր վсё ինձ բոլորը ինձ այն զզվելու են բոլորը unfollow էին ինձ անելու բայց չէ ընդհանրապես դες բան չկար ճիշտ է մարդիկ միջև հիմա գրում են ուրա Յանան երեխեք ես Յանային չեմ ստիպելու էլ մարդուն չես կարող ինչ-որ բան ստիպես որ ինքը անի որ ինքը չի ուզում դրա համար չէ երեխեք չեմ ուզում իրան ոչ մի բան ստիպեմ ուզում եմ ինքը հասկանա ինչ է ուզում եթե մարդը չի ուզում բլոգեր լինի այդ իր ընտրությունն է անպայման չի բոլորը բլոգեր լինեն հա միգուցե շրջանն է այդպեսին ու պետքա իրոք մի քիչ հանգիստ թողնել ինքն էլ ավելի sense չգիտեմ թարմ մտքերով մոտիվացված կվերադառնա բայց մենք սպասում ենք Յան սպասում քեզ ինչքան մարդ է սիրում իհարկե շատ ենք սիրում սպասում ենք որ
վերադառնաս։ Ես իրան Նյու Յորք տիպեմ բերեմ ստեղ։ Ես մեծ սիրում։ Երեքով էլ կարող ենք նկարել։ Ուսավ սիկրետիկները կպուցենք։ Սկանդալային հարցեր կտամ, կպատմեք ամեն ինչ։ Եվ նաև ճանապարհը Հայաստանում քեզ բերեց մի գեղեցիկ օր։ Պա։ Շատ սիրուն ես, շատ սիրուն է ամեն ինչ։ Մի քիչ պատմի ոնց ստացվեց։ Ոյ, այս պատմությունը շատ հետաքրքիր պատմություն է, ու էլի Յանայի հետ է կապված։ Նայեք, ես չեմ ուզում դերասանուհի դառնամ, ես որ եկել եմ Հայաստան, Յան եկել այն նպատակով, որ ինքը ուզում է սերիալներում նկարվի։ Նպատակով ես չեմ եկել Հայաստան, իսկ Յան բամ եկել է որ նկարվի։ Ու տենց վերջը papayin բան են անում, զանգահարում են, հարցնում են կարող եք գալ կաստինգին, սենց նոր կինո ենք ուզում նկարել, papan էլ հարցնում է, իսկ երեխեքի համար ինչ-որ բան կա։ Ասում են հա, ասում կարող եմ երեխաներին բերեմ ու կարոջի բերում եմ։ Ես papayin ասեցի, papa ես ինձ papan զանգեց, ասեց այ այսինչ օրը կաստինգի պետք է գնանք, ասում եմ ես չեմ գնալու կաստինգի, ինչ կաստինգ, որտեվ չիտեսխի ես չեմ ոչ թե չեմ սիրում, այլ միշտ չեմ նեգատիվ եմ վերաբերվում ինչ-որ տես բաներ, ես չգիտեմ խիխի հա տենց եկել, բայց միշտ ես կատեգորիկ ասել եմ ես հայկական սերիալներում չեմ ուզում նկարվել, ոչ թե չեմ ուզում նկարվել, բայց papan ասաց խես տենց վստահ խոսում, ոչ դու ինչ ես անցնելու ես, դե չէ, ես տենց վստահ։ Հա։ Ու դες վերջը ինձ ես ու Յանան հակնվեցին գնացինք Յանան 100% վստահ էր որ ինքը անցնելու է ինքը ասում էր ոբշե ես լարված չէի որովհետեւ ման մեկ էր կանցնեմ չեմ ասել ես ուղղակի ինձ գնում որովհետեւ ինձ papan ասել papan ասել է գնամ ու տենց վերջը գնացինք մեզ երկուսից տվեցին տեքստ ու մենք սկսեցինք անցնել նախ Յանան սկսեց մի անգամից իր այդ մյուս դերասանի հետ տեքստը անցնել իսկ ես ամաչկոտ մարդ եմ ու ամաչեցի մոտիկանամ իմ ոնց որ այն մարդը որի հետ պետք է խաղա ու տեքստը անցնել դրա մեջ վերջին 3 րոպեում սովորեցի այդ տեքստը։ Իսկ Յանը 20 րոպե տենց պարապում էր, դեռ вообще ասեցի, խեն ես вообще ստեն։ Ինչի, մեկը բարձա բոլորի, որ Յանն անցնելու։ Վերջը Յանա մտավ, խաղաց, հետո ասին Էվա մտի, ես խաղացի, իմ տղային փոխեցին, որտեղ տղան շատ վատ էր խաղում, բերեցին ուրիշ տղա, քեզ այդ ուրիշ տղեն բաններ, գորներ, Կարենը, որի մայր էր խաղում։ Ու մեկ էլ սենց խաղում եմ, ռեժիսորը ասում է, ապրե շատ լավ ես խաղում, ու ասում են Յանա ջան, դու կարա գնաք, իսկ Էվան թող դեռ մնա։ Միատե։ Ինչ է։ Հատվում ես չեմ կարող ուզեմ։ Ես կարամ շատ մեծ է։ Ես կարամ։ Ջուր։ Ես չեմ ուզում։ Ինչ որ կազիկ ես մենք չաղազեմ։ Դուշեն։ Ու տենց ասեցին Էվա ջան դու մի հատ մի քանի րոպեով էլի մնա իսկ Յանային ուղարկեցին տուն ուտեղ ես սենց մի փոքր սենց լրջանում եմ ու Յանն էլ լրջանում որտեվ այսինքն խի Էվան մնում իսկ Յանան գնում ու տենց հասկացա որ չէ թե ինչ որ լուրջ է ու ինձ իմ հետ արդեն ռեժիսորը գիտեք ոնց էր խոսում ոնց էր ես արդեն անցել եմ ինձ էլ հստակ չեն ասել բայց ռեժիսորը արդեն նենց է խոսում որ ես անցել եմ ու դրանից ես մի քիչ լորվեցի ոյ լուրջ ու Հետո ասեցին դե մի քանի օր սպասեք, մենք դες հստակ պատասխանը կտանք։ Մի քանի օր սպասում ենք, ես ընդհանրապես արդեն մոռացել էի դրա մասին, որտեվ էլի ասում եմ, որ ընդհանրապես կարևոր չէ, դե չի գնացել ինչ որ նպատակով անցնել։ Ու մեկ էլ ասում են Սարգիս Գրիգորյան ջան, ձեր աղջիկը Էվան ընտրված է եւ խաղալու է մի գեղեցիկ օրում։ Ես ուրախացա, չէ, սկզբում ես ուրախացա, ասեցի պապա ջոս չեմ ուզում կա գնուխ ես ինձ ինչ տիպում բան։ Պապան ասեց, հա լավ գնա փորձ, համել ինչ ասանելու ամառա, տանանստատիկ ասանելու, ասեցի գնա աշխատի։ Հա, գնա տես փորձի ես հասկացի ընդհանրապես ոնց է այնտեղ ամեն ծանոթացի այդ աշխարհի հետ։ Ու ասեցի հա ճիշտ է ասում papan։ Ու վերջը Յանային որ ասեցինք, Յանան մտավ շատ լուրջ ստրեսի մեջ։ Այսինքն նույն դերի համար դու Յանան եք։ Հա, մենք երկուսս գնացել էինք Ժասմին դերի համար, որ երկուսը չստացանք, իմ համար ոնց սկսած ստեղծեցին լրիվ նոր կերպար, Սյուզի, որտեղ սկզբում չկար այդ կերպարը, ինձ այնց հետո այդ կերպարը եղավ։ Ու Յանոն շատ ինքը 3 օր իմ հետ չի խոսացել։ 3 օր ինքը վրա մուննաթ է եկել, ասել է որ ես չպիտի ընտրվեի, որ ընդհանրապես խի եմ ես անում, որ ես իր կյանքը փչացրել եմ, այդպես բաներ էր ասում, բայց իրականում իրան հասկանում եմ, որովհետև ինքը մարդ է եկել է Երևան, որպեսի գնա իր դերասանությամբ զբաղվի, իր քուրիկը, որ ընդհանրապես даже դա չէր ուզում, գնում է ընտրվում է։ Հասկանում ես շատ կնեղվեի թե իր տեղը լինեի։ Ու ինձ այդ ահավոր տիպի նեղանում է, սայակում փակվում է, բարի չի գնում, բայց հետո ժամանակի ընթացքում ոնց որ ամեն ինչ դզվում է, ասում է լավ է, այս կամար ուրախ եմ, ճիշտ է, կուզեի ես լինեի, բայց հիմա ինչ կարամ անեմ։ Ու տենց շատ վատ էր ահավոր ու Պետք սկսեցին նկարանումները, ես շատ էի լարված, որովհետև ինձ թվում էր, որ ես ոչ մեկի հետ չեմ կարող նորմալ շփվեմ։ Այդ emoji overthinker բանը կա։
բայց ամեն շատ լավ անցավ։ Ու ուշել գնացիր, չէ՞։ Հա, ուշեմ գնացա։ Ես մտել եմ 10-րդ սերիայից։ Ու դրա համար երեխաները արդեն մտերմացել էին, իսկ ես մի քիչ ավելի ուշ գնացի։ Հա, տենց ինչ-որ խորտ քեզ զգում էիր։ Իսկ մա եթե ուղեղի մեջ էր։ Որտեղ լուրջ երեխեքը շատ նույնիսկ չի որ նենց են անում, որ ես ինձ գամ, որ ես այդտեղ ուշ եմ եկել։ Դա կարող է նրանց ասած მე վայ քեզ նենց են ուրախացել, որ իմացել են որ դու խաղալու ես բանը տենց էլի, դա երեխեք են։ Ես շատ սիրում եմ իրանց։ Ամենաշատը ում հետ ես մտերիմ։ Մի գեղեցիկ օրը Արսինեի, որ խաղում է Ժասմինի կերպարը, իրան շատ եմ սիրում։ Ես մի անգամից վերան տեսա, ես գիտեի, որ ես իր այդ մոտիկ անալ եմ, որ գիտեք, որ մարդում տեսնում ես, ասում ես, այս մարդը իմ մարդն է։ Այ Արսինեի հետ լրիվ տենց էր։ Իսկ տղաներից ամենաշատը շփվում եմ կամ Արտուրի կամ Գորի։ Արտուրը Մեհերի կերպարն է, Գորն էլ Կարենի կերպարն է։ Քանի որ Գորի հետ շատ եմ խաղում, իր հետ շատ եմ շփվում, Արտուրն էլ, որովհետև մենք երկուսս էլ մեր պապաները հայտնի են, բան։ Լիպո բեբիս իրար լիքը խոսալու բան ունեն, եկելով, դրա համար իր հետ եմ շատ խոսում։ Ու տենց։ Իսկ ում հետ են շիփանում։ Դե բարձա Գորի։ Անընդհատ Գորի հետ շիփ։ Իմ կոմենտների մտքում մտնում եմ նայում, սա իր նկարներն են։ Այդ արդեն մի քիչ ներվերի վրա ազդում է երեխեքերիկա։ Անընդհատ զննում իր այն ստիկերն է։ Հա, անընդհատ Մարմնագույն սառոջկայով հա, այս ստիկերն է։ Այդպես բան է։ Բայց ինչ որ բան կա։ Ինչ արում։ Այդ շիփի Թե ուղղակի ես իրան որպես ընկեր եմ նայում, պրամ ոնց որ մենք շատ լավ շփվում ենք, շատ լավ մարդ է իրականում, բայց ինչ որ դու ես բան չկա։ Չէ, ճիշտ է, մենք շատ են շիպանում, մենք այդ բոլոր էդիտները տեսնում ենք, շատ լավ էդիտներ եք անում, բայց չէ, ոչ մի տենց շիպ մի բան չկա, իրական կյանքում չկա, բայց Սյուզի ու Կարենի մեջ կա, Էվայի Գորի մեջ չկա։ Իսկ ո՞նց է իր հաղորդման գնացել։ Լյովի, Դավիթի կերպարի հետ։ Դավիթի։ Հա։ Դե գիտեմ ինչ ես ասելու, ես այդ հարցին չգիտեմ պատասխանել։ Շատ սիրուն էիք, հա։ Դե ինձ կանչել էին, որովհետև ինքը սերիալի մեջ խաղում է իմ պապայի որդին է ինքը, ու համել ինձ սիրարված է։ Ոնց որ տրիուգոլնիկի մեջ ինձ դեղ են գցել ու տենց շատ լավ տղալով, շատ դասիրակված, որ ինքը իր կերպարի հետ իրական կյանքում կապ չունի։ Ինքը կյանքում ինչ-որ մեկին չի նե, он даже мухи не обидит, այդ տիպի տղա է։ Բոլորին շատ եմ սիրում։ Շատ սիրուն էր հաղորդման էդիտները։ Հա, ես տեսնում եմ ամեն ջետել եմ TikTok-ի ստիկերները։ Որ շատ սիրուն է հացքով էր նայում քեզ։ Շատ։ Այդ հարցերը իրան, ես չեմ կարող պատասխանել։ Չգիտեմ ինչ պատասխանել։ Շատ սիրուն էիք։ Մերսի։ Իսկ պապայի ներկայությունը սերիալում քեզ օգնում է։ Հա, դե նախարարինը շատ լավ է, որ կա քեզ մտերիմ մարդ, որ կարա քո բոլոր ինչ որ իբր սխալ ես անում, ինքը քեզ ասի, ինչ որ բան ճիշտ ես ուզում, ինքը քեզ գովա։ Ես պապայի միշտ որ առաջին անգամ որ մտա 10-րդ սերիալից դուրս եկավ, պապային դեռ ասի պապարի մի հատ նայենք, ինձ խորհուրդներ տուրբան։ Շատ շնորհակալ եմ, որովհետև լուրջ ամեն անգամ գնում եմ պապային ասում, պապ, չնամասնենք այս տեսանում պետքա լացեմ, ոնց պետքա անեմ, ոնց անեմ որ դերի մեջ մտամ։ Ինչ հարցնում պապային եմ գնում տալիս եմ, ու ինքն էլ ինձ միշտ շատ անկեղծ պատասխանում է։ Ու միշտ անկեղծ, ինքը երբեք ինձ անկապ տեղը չի գովում։ Պապան այդ պապաներից է։ Ինքը թեզ լուրջ որ լավ բան արեցի կգովա, բայց անկապ տեղը, եթե իրան ինչ-որ բան դուրը չի գալիս, ինքը ձև չի տալիս, որ դուր է տալիս է։ Որը շատ լավ է։ Բայց կուզես շարունակես էլի դերասանության հետ կապված թե չէ։ Չգիտեմ, եթե չեմ ուզում դերասանը լինի իմ մասնագիտությունը, դերասանուհի չեմ ուզում դառնամ, բայց եթե ինչ որ առաջարկ գա, որ իմ դուրը գա, ես երևի մասնակցեմ, բայց ելի եմ գրկնում, չեմ ուզում դերասանուհի դառնամ, որովհետև չգիտեմ, ես ուրիշ մասնագիտության մեջ եմ ուզում խորանամ։ Այս բանը թոքեբանությունն է։ Շատ սիրուն է ձեր սերիալը ու կարևորը այն է, որ այնքան ինքը sense բարոյախրատական միտք ունի իր մեջ, տարբեր խնդիրների մասին է խոսում, չգիտեմ։ Ես իրականում ընդհանրապես չի սպասում, որ այս սերիալը այսքան հայտնի կդառնա, ընդհանրապես։ Հիմա այս պատկերացնում, եթե լուրջ ես չգիտեմ, չընտրվեի, հետո տեսնես ամեն ինչա կատարում, ես շատ կներվեի, որ դիպի կներվեի։ Իսկ փոխվել է ակտիվությունը քո օրինակ սոցիալական հարթակներում կամ դրսում քեզ ավելի շատ են ճանաչում մի գեղեցիկ օրից հետո։ Հա, ինձ շատ են շատ պատմիչները շատ են ավելացել, որ շատ շնորհակալ եմ, ու ինձ ավելի շատ հիմա մոտիկանում են ու ասում են, վայ Սյուզինա, ոչ թե Էվան։ Հա, դրա համար մի գեղեցիկ օրը շատ են բան տպեց։ Հայտնեցրեց, հա։ Բայց լավ է որ միջև էտեր ես ոնց որ կայ, որ լիքը մարդ հիմա էլ մի գեղեցիկ օրի միջոցով իմացավ իմ անձնական կերպարի մասին, որ Digitfix-ը իմացավ, Instagram-ը իմացավ, ու տենց հիմա շատ շնորհակալ եմ, որ այս ամեն ինչի իմ կյանքն է հիմա։ Լուրջ շատ հավես է։
պատկերացնեիր, որ գալուց հետո սենց մեծ փոփոխություններ կարա Ընդհանրապես իմ մտածում բոլորը զարմանում են, որտեղ մաման ասում է Էվա պատկերացնում էր, որ ասեն գալիս Հայաստան ու սենց վանա մոդել լինելու, ասի չէ, ընդհանրապես չի պատկերացնում։ Բոլորը դա մենչը կապում էին Յանայի հետ։ Հա։ Ու հիմա բայց վստահ եմ Յանայի ժամանակն է կգա 100%։ Հա, հաստատ։ Просто էլի Бог знает как делать всё։ Հա։ Դրա համար օքեյ ամեն ինչ։ Հա։ Որ խոսեցինք մի գեղեցիկ օրից, որտեղ դու սիրահարված ես, իսկ իրական Սյուզին սիրահարված է, իսկ իրական կյանքում սիրահարված ես թե Հենց այս պահին, չէ։ այս պահին չէ սիրահարված չեմ։ Ու իրականում ինձ թվում է կյանքում չեմ սիրահարվել, որովհետև չի եմ ասում սիրահարվել, որովհետև ախր սիրահարվել բառը, նենց չգիտեմ, նենց մեծ բառը, որից ծավալ մարդիկ սիրահարվում են, պետքա չգիտեմ, լրիվ իրանց գլուխը կորցնեն։ Դրա կյանքում ինձ թվում է ես պրոմ լուրջ չեմ սիրահարվել ու դա դեռ ինձ ապակայում է սպասում, բայց հավանել եմ։ Հավանել ես։ Հավանել եմ մարդկանց, իմ կյանքի ընթացքում Դելիքը մարդը խաղում մտածել եմ օկոկոյ սիմպաթիչն է բան, բայց պրամ որ հավանել եմ երկու հոգով եմ կյանքի ընթացքում հավանել։ Բայց անունները չեմ ասում։ Իսկ ասում ես մամայիդ կամ պապայիդ հետ միշտ ու բոլորը ու հատկապես պապայի հետ, սա կզարմանաք, որտեղ սովորաբար հայ պապաները տես չեն սիրում, չէ՞ նրանց աղջիկները խոսում են տղաների մասին, բայց պապան չէ։ Ես դուրս եմ ասում պապան, ինքը աշխարհի ամենաչիլ պապան է, որ կա։ Ես հենց ինչ որ մեկին չեմ հավանում, գոնե պապային ասում եմ, ինքը ինձ խորհուրդներ է տալիս, ոնց պետք է աղջիկին պահի, ոնց չպետք է պահի, դրա համար լրիվ ու լավ էլի որ այդ պապան է, որ այդ ամեն ինչ պապան է սովորացնում, ոչ թե ես ինքս եմ ինչ որ Հա, կամ թաքցնում ես, վախենում ես, այս բաներ չկան։ Միշտ պապան բոլոր իմ հավանած տղաներին գիտի, բոլորին անունով նույնիսկ գիտի, ու նույնն էլ մաման։ Ես ընդհանրապես դեմ եմ, որ երեխաները իրենց ծնողներից ինչ-որ սիկրետներ են պահում, բայց ծնողից էլ է գալիս, որովհետև ծնողը համ պետք է լինի համ ծնող, համ ընկեր։ Ոնց որ ու իմ ծնողները շատ լավ հասկանում են ոնց խոսան իմ հետ, ինչ ոնց է ստացվել այդ ջերմ հարաբերությունները, իրանցից է մեծ մասը գալիս թե։ Հա, 100% իրանցից է գալիս, որովհետև չեմ ես երբեք չեմ մտածել, որ իմ վրա կարան բրամ ես գիտեմ ինչ պետք է անեմ, որ իմ վրա ջղայնանան, ու գիտեմ որ ինչ անեմ, որ ինձանով հպարտանան։ Երակետից վրամ ցույց են տվել։ Շատ բարի էլ չեն, իմ կարծիքով շատ սխալ է, որ ծնողները շատ չիրիս չուր չիլեն, որովհետև ինչ որ մի չափ պետք է այդ խստությունը всё-таки, ու պապային իդեալական այդ չափը գտել են ու գիտեն ոնց Յանայի հետ գիտեն ոնց վարվել, ու իմ հետ գիտեն ոնց վարվեն։ Նաև շատ հուզիչ էր պապայի դու ձերքնոջ, հա, Նարեի հանդիպումը շատ հուզիչ էր։ Միջև որ նայում ես շոկողվում եմ։ Հա, Նարեի հետ ոնց են ձեր հարաբերությունները։ Շատ լավ, Նարեի հետ Ամերիկայում եմ շփվել, ու Ամերիկայում իր մասին լրիվ ուրիշ կարծիք ունեին, թվում էր ինքը լուրջ աղջիկ, ասած բրան, որ տենց մի անգամից չի բացվում, պետք է իրեն ամիսներով շփվես, որ ինքը բացվի, բայց չէ, հենց առաջին անգամ որ մենք իրար տեսանք, մի անգամից սկսեցինք Հենց անգամ խոսում էինք ու ընդհանրապես ոնց որ մենք 7 տարի իրար հետ լինեինք, ոնց որ էլի, ոնց որ տարածությունը չլիներ։ Այդ դրա համար շատ ուրախ եմ։ Այդ իրայից էլ է գալիս լիքը։ Like եթե ինքը, չգիտեմ, մեզ նենց պահեր, որ մենք իր բանը չենք, քուրիկները չենք, կզգացվեր, իսկ ինքը միշտ մեզ պատմում է իր սիկրետները, մենք ենք պատմում, մեզ լրիվ մեծ քուրիկ է ինքը, որը շատ լավ է։ Հա։ Շատ լավ է։ Իսկ դու ո՞նց իրարված ես։ Իսկ ոնց ես պատկերացնում մոտ ապագայում ինչ պլաններ կունենաս, որտեղ քեզ կտեսնենք։ Ես ինքս էլ չգիտեմ, ամեն ինչ ցույց կտա ժամանակը։ Ուղղակի ընդհանրապես ուզում եմ ամենակարևորը լինեմ, չփակվեմ, լինեմ երջանիկ, ոնց որ հիմա կամ, մնացածը արդեն կլինի։ Ու ընտանիքս որ կողքս լինի։ Այդքանը։ Շատ ապրես այսօրվա մեր հավես հաղորդման համար։ Մենք ամեն ինչի մասին նորից խոսեցինք, ունենց տպավորություններ, որ մեր այն առաջին հաղորդումը ընդհանրապես չէր եղել։ Շատ հավես է, շատ։ Մերսի շատ, որ եկար։ Հուսամ ձեզ էլ դուր եկավ մեր հաղորդումը։ Չմոռանաք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, նաև հետևեք մեր գեղեցկուհու ալիքին։ Նաև կարող եք հետևել մեր Instagram-յան էջերին, TikTok-յան էջերին, բոլոր տեղերին, որտեղ որ մենք կանք, այո, բոլոր տեղերում մենք կանք, հանգիստ հետևեք եւ մեր սիրելի Quality-ին։ Դե ինչ, եթե ձեզ դուր եկավ մեր հաղորդումը, մեզ լավ մեկնաբանություններ գրեք, մենք շատ ենք սիրում, որ մեզ լավ մեկնաբանություններ եք գրում։ Եվ ստիպենք Յանան գա։ Այո, Յան, մենք դες սպասում ենք։ Bye bye։ Հաջող։